Մեկական հարցա, խնդրում եմ, որտեղ շտապում եմ։ Հարցից մեկ ենք ձեզ հանդիպում, գոնե երկուական։ Պարոն Նահապետյան, ես ուզում եմ, քանի որ այս փուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ընտրական հանցագործություններն են եւ սա ձեր ոլորտում է գտնվում, ես կուզեի մի երկու օրինակով սրա վերաբերյալ մի հարց ձեզ տալ։ Նախ բարեգործության արգելքը, որը փաստորեն սկսեց այս կարգավորումը գործել ընտրությունների օրվա նշանակման պահից սկսած եւ արդեն ահազանգեր են հնչում քաղաքական դաշտում քաղաքական ուժերից, օրինակ խոսում են վարձավճարների վճարման մասին, դրան զուգահեռ վարչապետի տիկնոջ հիմնադրամը օրինակ անգլերենի դասընթացների խոստումներ է հնչեցնում, բայց արձագանքներ դեռ չկան հակակոռուպցիոն կոմիտեից։ Ես ուզում եմ դուք ասեք, օրինակ, այս օրինակով կոնկրետ, երբ որ վարչապետի տիկինը ընտրական պրոցեսի այս ընթացքում, որը արդեն գործում է կարգավորումները, ինքը ինչով խոստումներ է տալիս կամ հայտարարություններ է անում հիմնադրամի շրջանակներում։ Այստեղ խնդիր կարող է լինել քրեական գնահատական, իրավական գնահատական կարող է լինել այս ամեն ինչին, թե ոչ։ Ես այս բանին կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում նաև չկանխորոշվի, իմ ասածը իրավական ելքով, բայց մենք քրեական օրենսգրքում ունենք 221 հոդված, դա բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է եւ այն ըստ էության գործում է, երբ որ նախագահան հրամանագիր է ստորագրում, որով նշանակվում է ընտրության օր, եւ այդ պահից սկսած մինչեւ արդյունքների ամփոփումը մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ, որը նաեւ նախատեսված է ընտրական օրենսգրքում, եւ այդ հոդվածում հստակ սահմանված են թե եղանակները, թե սուբյեկտները, ովքեր են այդ հոդվածով հանձնակազմի սուբյեկտ, կուսակցության անդամ կլինի, թեկնածու կլինի եւ այլն, ասոցիացվող հիմնադրամները, անձինք, չէ՞, որոնք նաև հոդվածով կա հստակ բան, որ դա պետք է ուղղված լինի ընտրողին, ընտրողներին պետք է ուղղված լինի եւ պետք է դա կատարվի անհատույց, ու ըստ էության նաև մենք նպատակ ունենք այդ հոդվածով, դա ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելն է բովանդակային առումով, եւ եթե այս ամենի հետ կապված մենք ունենում ենք կոնկրետ դեպք, ապա այդ մասով սկսում են ստուգողական գործողություններ, վերջնական իրավական գնահատական կհայտնենք։ Դուք ընթացակարգեր եւ օրենքներին ու կարգավորումներին եք հղում անում։ Հիմա կա կոնկրետ դեպք հիմնադրամի գործունեության ընթացքում այս փուլում, եթե դասընթացներ է կազմակերպում անգլերենի կամ ինչ որ ուրիշ հայտարարություններ է անում, կրկին էլի այն զանգվածի համար, որը կարող է պոտենցիալ ընտրող լինել։ Այստեղ իրավական գնահատականի հարց կարող է առաջանալ, թե այստեղ ասոցիացվելու խնդիր չկա առհասարակ, դուք չեք տեսնում խնդիր, որ այդ հիմնադրամը ասոցիացվում է կոնկրետ քաղաքական ուժի եւ ղեկավարի հետ նրա։ Տեսեք, ես այս բանին նման գնահատականներ կխուսափեմ, որովհետեւ կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեում չունենք այս բանին, բայց վաղը մյուս օր եթե ունենանք հաղորդում եւ եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ իրավական առումով թե ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական պրոցեսներում համապատասխան ճիշտ իրավական որոշում գնահատական տրվի։ Եթե մենք ունենանք ձեր ասած դեպքով հաղորդում կամ ունենանք ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում եւ հանրությունը կիրազեկվի պատշաճ։ Պարոն Նահապետյան, իսկ երբ որ մարզպետը դուք դա չեք տեսնում, դրանով ինչու չեք զբաղվում, դա խնդիր է թե ոչ։ Խնդրում եմ թողեք վերջացնի հարցերը, հետագայում ձեր հարցերը կտակ։ Երբ ուզում եմ մի օրինակ էլ հարցնեի մարզպետը, Սյունիքի մարզպետը, օրինակ որոշում է ստորագրել փետրվարի 9-ին, երբ որ արդեն այդ կարգավորումները գործել են, եւ այդ որոշմամբ գումար է բաժանվել քաղաքացիներին, ովքեր աջակցության համար դիմել են մարզպետարանին։ Այս փուլում անկախ նրանից համայնքի ղեկավարը իշխանական թիմից է կոնկրետ կամ կուսակցական է թե ոչ, անկախ այս հանգամանքից համայնքի ղեկավարները իրենց գործողություններում որոշակի արգելքներ եւ զսպող գործողություններ պետք է իրենց քայլերը ենթադրեն, թե այսինքն դուք ո՞նց եք այդ սահմանը հասկանալու, օրինակ այս գումարի բաժանումը կարելի է եւ որևէ բան չի ենթադրելու կոնկրետ մի ուժի համար, թե ոչ, ո՞նց եք վարվելու, կոնկրետ այս օրինակում ինչ որ խնդիր տեսնում եք, թե այստեղ էլ հաղորդում չեք ստացել։ Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը պաշտպել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի պաշտումը, երբ որ ավարտական ունենանք, արդեն ստուգողական գործողություններ ունենանք ավարտական պրոցես,
այդ դրա մասին նորից եմ ասում, հանրությունը կիրազեկվի կոնկրետ ձեր ասած դեպքում։ Իսկ թե սահմանը ինչպես ենք որոշում, հա, իրավական առումով, սահմանը որոշում ենք յուրաքանչյուր դեպքում առանձին կախված տվյալ դեպքի հանգամանքներից։ Հիմա ես չեմ կարող կանխորոշել եւ նշել, թե որ դեպքում մենք կորագենք բարեգործության արկելքը խախտելու հանցակազմով, իսկ որ դեպքում չենք որագի։ Եթե չորագենք, եթե մենք վարույթ չնախաձեռնենք, մանրամասն կնշվի վարույթ չնախաձեռնելու արձանագրության մեջ պայքարները եւ այդ մասով նաեւ հանրությունը կիրազեկվի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե եթե ընդդիմադիր է, եթե ոչ, ապա կարող եմ կոնկրետ դեպք նկարագրել, երբ որ բարեգործության արկելքը խախտելու հանցակազմով մենք նախորդ Էջմիածնի ընտրություններում, այո, հիշում ենք մեր գործընկերներից Լիան Սարգսյան, տեսանյութեր հրապարակել, չէ, դեպքն եմ ուզում ձեզ թողեք վերջացնեմ, ես դեպքի հիշացնեմ, դուք մնացածը, հա։ Հիմա եթե փոխադարձ հարգանքի մթնոլորտում շարունակելու ենք հարցազրույցը, շարունակենք, եթե չէ, ես թողեմ գնամ, դուք ձեր հարցադրումները արեք, սպասեք, ես նախորդ հարցի պատասխան տամ, հետո ձեզ լսեմ, հա։ Մենք Էջմիածնի ընտրություններով կոնկրետ ունեցանք բարեգործության արկելքի խախտման դեպք, որը մեղադրյալ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը բարեգործություն կատարելու համար։ Հետևաբար ձեր այն մեկնաբանությունը, որ կախված թե որ կուսակցությունից է եւ ըստ այդմ էլ նաեւ որոշում կայացնենք, դա իրականության հետ կապ չունի։ Այդ գործով նախաքննությունը ավարտվել է, անձը գտնվում է տնային կալանքի տակ եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Պարոն Նավապետյան, տեսնակ սահման, ինչպես է լինել, օրինակ պետական պաշտոնյան այդ ընթացքում ինչ որ քայլանում համայնքին օգնում է ինչ որ ձևով։ Դա ներկայացնում է որպես իր պարտականություններ, որտեղ պաշտոնյա է։ Հիմա այդ սահմանը ընտրությունների ժամանակ ո՞նց է որոշվելու, որ դա բարեգործություն չի, այլ այդ պաշտոնյայի յազորությունների թելադրված քայլ։ Այդ սահմանը կա թե չէ։ Ես նորից եմ ասում, յուրաքանչյուր դեպքում գնահատում ենք գործի դեպքի հանգամանքները, թե սահմանը որտեղա որ պաշտոնյան իր գործառույթների մեջ մտնող որևէ գործողություն է կատարել, այդ գնահատում ենք, թե կոնկրետ ինչ գործողություն է կատարել։ Եթե իր կատարած գործողությունը մտնում է իր պաշտոնական պարտականությունների մեջ, թե որևէ հանցակազմի առումով որևէ խնդիր չունենք։ Նախընտրական, ինչպես եք դուք տարբերելու։ Արդյոք դա սուբյեկտիվ չի լինելու։ Եթե գումար է բաժանում օրինակը կոնկրետ, դա բարեգործություն է, թե պարտականություն, այդ ոնց է, էլի։ Լայն չի մեկնաբանությամբ մենք ունենք մարզպետարաններում օրինակ հանձնաժողովներ, որոնք քաղաքացիների դիմումները ստանալով, հա, հանձնաժողովի կազմով ընդհանուր որոշում են կայացնում, թե դրամական օգնություն տվյալ դիմումը ներկայացած քաղաքացուն ցուցաբերեն, թե չէ։ Օրինակ, հիմա քաղաքացին ասում է, իմ տանիքը կաթում է, օրինակ, ինձ դրամական որոշակի օգնություն է պետք, գերավոր դիմում է ներկայացնում մարզպետարանին։ Ստե ոչ թե մարզպետն է այդ որոշումը կայացնում, այլ շատ դեպքեր ունենք հանձնաժողովներ, այդ հանձնաժողովի անդամները, որոնք կուսակցականներ չեն, օրինակ եմ ասում, ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում։ Եվ այստեղ առավել եւս դառնում է խնդրահարույց։ Ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում, ես կոնկրետ դեպքի մասին չեմ խոսում։ Եթե ունենանք կուսակցության անդամ, այլ իրավական գնահատական կլինի։ Եթե ունենանք կուսակցության ոչ անդամ, հա, կունենանք այլ իրավական գնահատական։ Իմ ասածն է, որ ցանկացած դեպքում, երբ որ ստանում ենք հաղորդում, այդ հաղորդման կապակցությամբ ստուգում ենք, գործողություններ ենք անում, իրավական առումով դեպքի հանգամանքները համադրում ենք Քերական օրենսգրքի 221 հոդվածի հետ, եւ եթե ունենք նույնացում, այդ դեպքով քերական վարույթ կնախաձեռնենք։ Այ օրինակի համար Էջմիածնի դեպքի հետ կապված մենք տեսանք, որ բարեգործություններ կատարվել եւ ունեցանք նախաձեռնված քերական վարույթ, ունեցանք դատի տրված անձ։